Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ունես անհանգստություն, քունդ կորցրել ես, չկա մոտիվացիա ինչ-որ բան անելու, մենք կօգնենք քեզ։ Ես միշտ ասում եմ, որ ուժեղ կինը կոպիտ չէ, ուժեղ կինը գիտակից է։ Հենց առաջին մարզման ընթացքում աղջիկները հասկանում են, որ կարող են լինել եւ կանացի, եւ միաժամանակ ուժեղ, եւ հենց այդտեղ էլ կարծրատիպերը կոտրվում են։ Ինչով են տարբերվում ձեր մարզումները, հարվածային մարզումները, մյուս ֆիթնես մարզումներից։ Հարվածային մարզումները դասվում են շատ բարձր ինտենսիվությամբ մարզումների շարքին։ Մեկ ժամում մոտ կարող ենք այրել 600-ից մինչև 900 կիլոկալորիա։ Որքանով են ինքնապաշտպանական մարզումները օգնում իսկապես պաշտպանել իրենց առօրյա կյանքում։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ունես անհանգստություն, քունդ կորցրել ես, չկա մոտիվացիա ինչ-որ բան անելու, մենք կօգնենք քեզ։ Հարվածային մարզումները կդարձնեն քեզ առողջ եւ ինքնավստահ։ Կզրուցենք կարատեի Հայաստանի եւ միջազգային չեմպիոն, հարվածային մարզումների միջազգային կարգի մարզիչ Ելենա Գասպարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ տպավորիչ հյուր ունենք, այո, ամեն անգամ չէ, որ չեմպիոնի հետ հարցազրույց վարելու հնարավորություն է ընձեռվում, ես շնորհակալ եմ դրա համար, բայց ձեր նման փխրուն աղջկա համար դժվար չէ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Հարցին անդրադառնալով նշեմ, որ շատերն են կարծում, թե կարատեն կոշտ մարզաձև է, բայց այն ինձ համար դարձավ ինքնաճանաչման ուղի։ Ընտրության հարցում ինձ ուղղորդել է հայրս, եւ ինչի եմ հասել կարատեի արդյունքում, մեկ բառով կարող եմ նկարագրել, որ այսօր ես այն եմ, ինչին շատերը տարիներով ձգտում են։ Ավելացնեմ, որ Ելենան հանդիսանում է նաև Հայաստանի աղջիկների կարատեի ինքնապաշտպանական ծրագրի պաշտոնական դեսպան եւ հրահանգիչ, մարտարվեստը կոշտ սպորտաձև է, Ելենա, ինչպես է կոտրում այս կարծրատիպը հայ աղջիկների շրջանում։ Ես միշտ ասում եմ, որ ուժեղ կինը կոպիտ չէ, ուժեղ կինը գիտակից է։ Մարզումների ընթացքում մենք փորձում ենք բացատրել, որ մարտարվեստը ագրեսիա չէ, այլ ինքնաճանաչման ուղի։ Իսկ ինչպես են աղջիկները հասկանում, որ ամեն ինչ կարգին է, հենց առաջին մարզման ընթացքում աղջիկները հասկանում են, որ կարող են լինել եւ կանացի, եւ միաժամանակ ուժեղ, եւ հենց այդտեղ էլ կարծրատիպերը կոտրվում են։ Այո, դուք մարզում եք հայ աղջիկների, կանանց, ասենք թե ինչով են տարբերվում ձեր մարզումները, հարվածային մարզումները, մյուս ֆիթնես մարզումներից եւ ինչ է ստանում կամ սովորում աղջիկը ձեր մարզումներից։ Մեր մարզումները ֆունկցիոնալ են, աշխատում ենք ոչ միայն մկանների, այլ ամբողջ մարմնի եւ ներքին զգացողության վրա։ Դրա շնորհիվ աղջիկները ավելի ինքնավստահ են դառնում եւ հիմնականում սկսում են ավելի չկոտրվել։ Ավելի ամուր, բնավորություն է նաեւ ստեղծվում, օգնում է նաեւ լինել ստրեսակայուն։ Մեր մարզումները ֆունկցիոնալ են, աղջիկները այստեղ ոչ միայն մարզվում են, այլև սկսում են ձեռք բերել բավականին մեծ կամային հատկանիշներ, ինչ որ իրենց պետք է առօրյա կյանքում։ Կարող ենք նշել կոնկրետ ինչ։ Ուժ, համառություն, ճարպկություն, ճկունություն, ինչը որ բնորոշ է հենց կարատե մարզաձևին։ Իսկ որքանով են ինքնապաշտպանական մարզումները օգնում իսկապես պաշտպանել իրենց առօրյա կյանքում։ Մարզումը հենց ինքնին կառուցված է այն նպատակով, որ ոչ միայն մարզասրահի տարածքում իրենց կարողանան դրսևորել, այլև առօրյա կյանքում։ Իսկ որքանով է արդյունավետ հարվածային ինքնապաշտպանական մարզումները բարեկազմ արտաքին ունենալու տեսանկյունից։ Հարվածային մարզումները դասվում են շատ բարձր ինտենսիվությամբ մարզումների շարքին։ Մեկ ժամում մոտ կարող ենք այրել 600-ից մինչև 900 կիլոկալորիա, իսկ սրտի հաճախականության զարկի մասով կարող է հասնել 70-ից մինչև 90%-ի։ Ինչը բավականին օպտիմալ պայմաններ է ստեղծում ճարպի այրման համար։ Եվ բացի այդ, մարզումից հետո մինչև 24-ից 48 ժամ օրգանիզմը ակտիվորեն շարունակում է ծախսել էներգիա, ինչը էլի նպաստավոր է ճարպի այրման համար։ Իսկ ինչպես են հարվածային մարզումները անդրադառնում մարդու հոգեկան առողջության վրա, հոգեբանության վրա։ Կարող ենք ասել, որ աղջիկներն ավելի ստրեսակայուն են դառնում, այլ ինչ հատկանիշներ են ձեռք բերում։ Այո, իհարկե, ըստ պարագայում արդեն նվազեցնում ենք ստրեսի հավանականությունը, անհանգստությունը, բնական հակադեպրեսանտ է, արտադրում է բարձր էնդորֆիններ, հաճույքի հորմոններ, սերոտոնին հորմոնն է ակտիվանում, այո, աղջիկները դառնում են ավելի հավասարակշռված, կարող ենք ասել, չէ, կառավարում են հույզերը, որովհետև ադրենալինի հոսքը անընդհատ, երբ դառնում է սովորույթի ուժ, ուղեղում եւ մարմինը ֆիզիկապես դա զգում է,
հերթական սթրեսի ժամանակ արձագանքը լինում է հավասարակշռված։ Այո, մեր աղջիկները փաստում են դրա մասին, որ հարվածային մարզումներից հետո ավելի սթրեսակայուն են դարձել, ավելի ինքնավստահ, ինչը որ իրենց միշտ պետք է առօրյա կյանքում։ Ինչպես են հարվածային մարզումները, ինքնապաշտպանական մարզումները, որոնք դուք եք ղեկավարում, անդրադառնում մարդու ուղեղի աշխատանքի վրա։ Հարվածային մարզումները բարելավում է հիշողությունը, արագեցնում ուղեղի աշխատանքը, այդ ընթացքում ավելի շատ թթվածին է հասնում մեր ուղեղ, արդյունքում մարդը դառնում է ավելի ինքնավստահ եւ կայուն։ Որոշումներն էլ կարծում եմ ճիշտ են Միանշանակ։ ընդունվում, որովհետև երբ ուղեղում թթվածինը ավելի շատ է մատակարարվում, մենք ավելի սթափ ենք, ավելի կենտրոնացված ենք եւ դա օգնում է ճիշտ որոշումներ կայացնել։ Խոսելով խմբային մարզումների մասին, ասենք այն տարիքային սահմանափակում ունի, առհասարակ ինչ սահմանափակումներ կան։ Տարիքային սահմանափակումներ չունենք, հավելեմ, որ մեզ մոտ մարզվում են 6 տարեկանից սկսած մինչև 50-60 կանայք։ Նաև կարող եմ նշել, որ առողջական մասով նույնպես ինչ-որ հակացություններ չունենք, որովհետև ծրագիրը կազմված է այնպես, որ անկախ ամեն ինչից բոլորին կարողանանք ընդգրկել եւ ճիշտ աշխատել իրենց մարմնի հետ։ Այսինքն կարող ենք ասել, որ անգամ ողնաշարային խնդիրներ ունեցողները կարող են ընտրել այս մարզաձևը։ Միանշանակ, իմ երրորդ մասնագիտությամբ կինեզոլոգիայի առումով ծրագիրը հենց այդպեսին կազմվել է, որ անկախ ողնաշարային խնդիրներից եւ հոդային խնդիրներից կարողանանք նմանատիպ մարդկանց նույնպես ընդգրկել մեր մարզումների շարքում եւ ի նպաստ իրենց կարողանանք օգտագործել ինչ որ ունենք։ Դուք հարվածային մարզումների կամ ինքնապաշտպանական մարզումների ղեկավարն եք, նաև կարատեի չեմպիոն, ինչպես սկզբում նշեցինք, կարող ենք ասել, որ ձեր մարզումները օգնում են իսկապես տիրապետել ինքնապաշտպանական հմտությունների եւ աղջիկները կարող են իրենց պաշտպանել ցանկացած իրավիճակում։ Միանշանակ աղջիկները իրենց կարող են պաշտպանել ցանկացած իրավիճակում, ցանկացած սեռի եւ ցանկացած տարիք քաշային կատեգորիայի դեպքում, որովհետեւ մենք հիմքը դնում ենք տեխնիկայի վրա։ Եթե դու տիրապետում ես տեխնիկային լիարժեք, մենք այստեղ ոչ մի խնդիր չենք կարող ունենալ։ Մեր մարզումը նշեմ, որ բավականին անվտանգ է, մենամարտերի մասով ոչ տեղի չեն ունենում, քանի որ դա ավելի բնորոշ է պրոֆեսիոնալ մարզիկներին։ Սակայն կանացի կարևորագույն բաներն ենք սովորում, որ առօրյայում իրենց միանշանակ պետք է գալու։ Եվ կիրառել են։ Դեռ ոչ, փառք Աստծո, դեռ նմանատիպ դեպքեր չեն եղել, քանի որ արդեն աղջիկները դառնում են հուզային առումով բավականին կայուն, դեռ բան դրան չի հասել։ Իսկ ո՞րն է ամենամեծ վախը, որ ունենում են աղջիկները առաջին անգամ մարզմանը գալուց։ Ես չեմ կարողն է, բայց այդ կարծրատիպը կոտրվում է հենց առաջին իսկ մարզումից հետո, որովհետև նրանք արդեն սկսում են հասկանալ, որ կարող են ավելին քան պատկերացնում են։ Ճիշտ, եւ իսկապես ստացվում է տիրապետել այդ հմտություններին։ Այո։ Մոտ էլ է կամաց ցանկություն առաջանում։ Եվ Ելենա, դուք 16 տարի է զբաղվում եք կարատե սպորտաձևով, գործող մարզիկ եք, հավաքականի անդամ, Հայաստանի եւ միջազգային չեմպիոն, ասացեք, խնդրեմ, որքանով է կարեւոր ժամանակակից կնոջ կյանքում ինքնապաշտպանական հմտություններին տիրապետելը։ Առհասարակ կլինիկին հետղամարդ մարդ պետք է իրեն կարողանա պաշտպանել։ Նամանավանդ կանանց առումով ավելի թիրախավորված են կանայք եւ ինքնապաշտպանությունը իրենց միակ փրկությունն է այս պարագայում։ Ու ելի կարող եմ հավելել, որ այստեղ ոչ միայն մենք սովորում ենք մարմնով պաշտպանել մեզ, այլ առաջինը սրտով պաշտպանել մեզ, որովհետև մեր առաջին խոցելի հատվածը հենց սիրտն է։ Սրտով պաշտպանում ենք, ուղեղով մտածում ենք, որովհետև արյան շրջանառությունը ակտիվանում է եւ ուղեղին թթվածին ավելի շատ է մատակարարվում, ճիշտ որոշումներ ենք կայացնում, ֆիզիկապես ամուր ենք եւ կարողանում ենք մեզ պաշտպանել, էլ ինչ է հարկավոր։ Որպես ամփոփում ամբողջացնենք, ինչ է տալիս կնոջը ինքնապաշտպանական հարվածային մարզումները։ Նախ լեզիզոնը մի տարածք է, որտեղ կինը կարող է զարգանալ մենթալ, ֆիզիկապես եւ հոգեպես։ Հարվածային մարզումներն ընդգրկվել են լեզիզոնի շարքում, քանի որ ունենք բավականին շատ հաճախորդներ, առավելություններից կնշեմ 5-ը, ստրեսի նվազեցում, բավականին հավաքված ենք արդեն սկսում դառնալ, երբ սկսում ենք ճանաչել ինքներս մեզ։ Այո։ Քնի որակի բարելավում, լավ քուն, ինչը որ ներկապահին բավականին խնդիր է մեծ մոտ։ Ինքնավստահության աճ, այս մասով չանադառնամ, որովհետև մեր հայ կանայք բավականին ինքնավստահ են, բայց մեր մարզումը ավելի կնպաստի դրա զարգացմանը։ Ինքնապաշտպանություն ամենակարևորը, ինչը արդեն իսկ հաղորդման սկզբից նշում է, որ շատ պետք է։
Եվ ամենակարևորներից մեկը ճարպի այրում եւ գեղեցիկ կազմված, ինչը որ բոլոր կանանց երազանքն է։ Շնորհակալություն Ելենա, հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք կարատեի Հայաստանի եւ միջազգային չեմպիոն, միջազգային կարգի մարզիչ Ելենա Գասպարյանի հետ։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը այս ամենը միֆ չէր, այլ իրականություն։ Հետևեք մեր հաղորդումներին, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, ճիշտ ընտրություն կատարեք։ Կհանդիպենք։